հետիոտների համար։ Սիրելի փոքրիկ, դու արդեն մեծ ես և պետք է իմանաս ճանապարհային երթևեկության կանոնները, մանավանդ թե ինչպես կարելի է անվտանգ անցնել փողոցը թույլատրելի տեղից։ Այդ թույլատրելի տեղերը կոչվում են հետիոտնային անցումներ, որոնք նշվում են սև ու սպիտակ գծերով և հաճախ անվանվում են զեբր։ Կենդանու պես կանոնները պետք է սովորել և պահպանել։ Մարդկանց մեծամասնությունը երթևեկում է ավտոբուսներով կամ այլ տրանսպորտային միջոցներով, դրա համար նա պետք է անվտանգ կարողանա անցնել փողոցը։ Տես թե ինչքան շատ ավտոմեքենաներ կան ճանապարհի վրա, դրա համար մարդիկ և ավտոմեքենաները պետք է երթևեկեն մեկը մյուսին հերթ տալով։ Ահա սրանք են երթևեկության կանոններից մի քանիսը, որը դու պետք է լավ սովորես։ Ճանապարհային երթևեկությունը կարգավորում են ավտոտեսուչները և լուսացույցները։ Լուսացուցին դու ծանոթ ես դեռևս մանկապարտեզից և գիտես, որ կարմիր լույսի դեպքում մենք կանգնում ենք, այդ ժամանակ անցնում են ավտոմեքենաները, դեղինի ժամանակ պատրաստվում ենք, իսկ կանաչ լույսի դեպքում նոր կարող ենք անցնել ճանապարհը, այդ ժամանակ մեքենաները սպասում են, որ անցնեն մարդիկ։ Կանաչ լույսի դեպքում նոր կարելի է անցնել ճանապարհը։ Ճանապարհն անցնելիս մենք պետք է շատ ուշադիր լինենք և նայենք մեր շուրջը։ Ճանապարհը հարկավոր է անցնել առանց մեկը մյուսին հրելու և վնասելու, առանց խաղեր խաղալու։ Չի կարելի ճանապարհն անցնելու ժամանակ օգտվել հեռախոսից, դա կարող է հանգեցնել վթարների։ Վարորդները նույնպես պետք է պահպանեն երթևեկության կանոնները, դրա համար նրանք չպետք է զբաղվեն հեռախոսով, խոսեն կամ խաղեր խաղան։ Մեքենա նստելիս հարկավոր է անպայման կապել ամրագոտին, թե վարորդները և թե ուղևորները պարտավոր են անել այդ, դա արվում է անվտանգության համար, և հարկավոր է չշեղել վարորդի ուշադրությունը։ Տրանսպորտ բարձրանալիս չպետք է մեկ մյուսին ուշադիր նայեցիր այս տեսահոլովակը, ուրեմն դու արդեն ծանոթ ես ճանապարհային երթևեկության կանոններին։ Կեցցես դու, փոքրիկ։